Հարցեր լուծող ծոմ։ Ծոմը մեծ հարցեր է լուծում մեր կյանքում։ Պահքը կամ ծոմը դա գիտեք որն է, երբ որ դու գիտակցաբար հոժարակամ հրաժարվում ես կերակուրից, հոգևոր նպատակներով, այսինքն դու մի քայլ գնում ես ընդառաջ հոգևոր աշխարհին տեղ։ Ծոմը քեզ օգնելու է, որ արթնանաս ու լիքը տեղերում հաղթանակներ ունենաս։ Մի հատ տեղ Հովհաննես Ոսկեբերյանի ասածից ասում է հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի։ Հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի։ Դրա համար ինչքան խեղճացնում ես որովայնիդ, այնքան լիքը բան է փոխվում, լիքը բան է արթնանում սիրելիս, հա։ Ծոմը շատ նպատակներ ունի, ուղղակի մի բան չի, որ մենակ հոգին ցույց է տալի մարմնին։ Ծոմը օգնում է հնազանդվենք, մոտենանք Աստծուն։ Ծոմը օգնում է, որ Աստված վիճակներին, մեր իրավիճակներին միջամտի, երբ որ մի խնդրի մեջ ենք։ Ծոմը օգնում է իմանանք Աստծո կամքը, ոնց որ Պողոսն էր ուզում հասկանա ինչ պիտի անի, հա։ Ծոմը բժշկում ազատագրում է մեզ։ Եթե դու ծոմ ես պահում ու ծոմի հետ սխալ քայլեր ես անում, կամ ծոմ ես պահում, որ նիհար ես, դրանք չեն գործում։